Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Առնվազն նույնիսկ գործազուրկը մտնում է խանութ եւ թթվասեր առնում է, չէ։ Լավ թթվասեր չի առնում, հաց առնում է, չէ։ ՀԴՄ վերցնում է, թե չի վերցնում։ Էլ եմ ասում, բազմաթիվ բարեխիղճ տնտեսվարողներ անկախ նրանից կպահանջեն, թե չեն պահանջի, այդ ՀԴՄ-ն դուրս են գրում, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նման մարդկանց, բայց ես խոսում եմ քաղաքացու իրավիճակի ընկալման եւ վերաբերմունքի մասին։ Նույնիսկ գործազուրկը իր գնաց հացի ՀԴՄ-ն վերցնում է, թե չէ։ Ես գյուղերում եւ ոչ միայն գյուղերում, այսօր մեր ցանկացած բնակավայրում մենք միլիարդների, տասնյակ միլիարդների, 100 միլիարդների ծրագրեր ենք արել։ Եվ համայնքներում, եւ հանրապետական նշանակության, բայց այսօր կան չլուծված խնդիրներ, բազմաթիվ են չլուծված խնդիրները։ Ինչու են այդ խնդիրները չլուծված, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չի կարողացել լուծել այդ խնդիրները։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներին տեսանելի լինի կապը, ընդ որում ես խոստովանում եմ, որ շատ երկար ժամանակ ես էլ ինձ համար բանը դիսկոմֆորտ էլ ա եղել եւ մտածել եմ, որ լավ, ինչ ՀԴՄ ուզեմ, չուզեմ, այսինքն սա բոլորիս ա վերաբերում, ոչ մեկ թող գլուխ չգովա, ասի ես միշտ ես հիմա կարող եմ ասել, որ միշտ վերցնում եմ, միշտ չկա տես տարբերակ, որ չվերցնեմ, բայց սա նոր գործելակերպ ա նաեւ ինձ համար, այս գիտակցությունից։ Հիմա բոլոր գյուղերում, քաղաքներում, թաղամասերում, երբ որ մարդկանց ես հարցնում եմ, ասում եմ, կան ձեր գյուղում, օրինակ, կամ քաղաքում, կամ թաղամասում չլուծված խնդիրներ։ Ասում են կա, ասում եմ, ինչքան պետք կլինի գումար, այսինքն առանց գումարի հնարավոր չի, չէ՞, այդ խնդիրը լուծել, եւ այդ գումարը պետք է լինի բյուջետային։ Ընդ որում, մեր փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Երբ որ գումարը բյուջետային չի, գումարը ծախսվում է եւ խնդիրը չի լուծվում։ Մենք այսօր ունենք բազմաթիվ հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ, միջև մենք պետք չի կանգնել այդ մանկապարտեզներին, դպրոցներին, չգիտեմ, զբոսայգիներին, մնացած բաներին, որովհետեւ այդ բոլոր կամ հիմնական մեծ մասը ցավոք սրտի այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն կամ 4 ռեպորտաժի կյանք, որովհետև հավաքվեցինք, նկարվեցինք եւ ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, $4 միլիոն գովազդ են անում իրանց, այսինքն $100,000 ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո $4 միլիոն ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Ու բարեգործի բան է այն մեծ sense դոշի կեսը փակող մեդալները վրեքներից կախած ման են գալիս։ Սա էլի մեր հանրային ընկալման բաների մասին է։ Ես օրինակ որտեղ տեսնում եմ բարեգործություն, ես կներեք արդեն բան ունեմ, ալերգիա ունեմ, որովհետև ես վարչապետի պաշտոնում ես տեսել եմ, թե իր գործնականում ինչ է նշանակում։ Ես ձեզ օրինակ պատմեմ, մարդիկ նամակ են գրում, ասում են, բա մեր գյուղի մանկապարտեզը, չասեմ որ գյուղի, չի գործում մեր գյուղի մանկապարտեզը, բա նոր կառուցված մանկապարտեզը, սենց ոնց կլինի եւ այլ, հետաքրքրվում ենք, ես ինչ մանկապարտեզ է։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով, կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, անունները քանդակվել է պատերին, ոսկետար, բանի ադամանդակուռ եւ այլն եւ այլն։ Ու բանը պարզա երեկոյան ընթրիք, առավոտյան խաշ եւ բոլորը արդեն ծրվել են։ Եվ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է, ինչու՞, որովհետև հոսանքի պարտք ունի եւ պարզ չի ով պետք է վճարի, ջրի պարտք ունի, աշխատողները աշխատել են, բա ով է վճարելու իրանց աշխատավարձը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։
Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է, որովհետև կառավարությունը իր որոշումներով դա դրել է, այդ թվում համենքային, եւ մենք այդ պահից արգելել ենք, հույս ունեմ, ես գոնե այդպես եմ հանձնարարել, արգելել ենք ցանկացած նախագիծ, որը կառավարության սահմանած ստանդարտի մեջ չի, որը այդ թվում համենքային կամ պետական բյուջեի տրամաբանության մեջ է դրված եւ այդ տրամաբանության մեջ է աշխատում։ Եվ հետեւաբար հարգելի գործընկերներ, պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած առանձին վերցրած ընտանիք։